Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչ ժառանգություն ես թողնելու քեզնից հետո։ Երբևէ քեզ տվել ես այս հարցը՝ իսկ ինչ եմ թողնելու ինձնից հետո։ Ինչ ժառանգություն եմ թողնելու իմ երեխաներին, իմ թոռներին և իմ բոլոր սիրելիներին։ Սիրելի՛ բարեկամ, Աստված հատուկ ուշադրություն է դարձնում, որպեսզի Իր զավակները կարևորեն իրենց պարկեշտ, արդար և սրբության ձգտող ապրելակերպը, և Նա հատուկ օրհնություններ է պատրաստել նման մարդկանց համար։ Առակաց 20:7 խոսքում կարդում ենք. «Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի նրա որդիներին»։ Իրականում, Աստված հատուկ հետևում է բոլոր մարդկանց գործերին։ Արդարության կյանքով ապրողների զավակներին երանության կյանք ապրելու խոստումը խոսում է արդարության կյանք սիրողների հանդեպ Տեր Աստծու առանձնահատուկ վերաբերմունքի մասին։ Սա մի օրհնյալ և արտասովոր ժառանգություն է, որը դու կարող ես թողնել քեզնից հետո։ Երբ մարդիկ լսում են ժառանգության մասին, հիմնականում ունեցվածք, հարստություն և կարողություն են պատկերացնում։ Այնուամենայնիվ, լավագույն ժառանգությունը, որ կարող ես թողնել քեզնից հետո, Աստծու կամքին համահունչ կյանք ապրելու քո ազնվության և արդարության օրինակն է։ Դու ոչ միայն իրական հավատացյալ մարդու օրինակ կլինես քո երեխաների, քո ընտանիքի և քո սիրելիների համար, այլև գալիք սերունդներին ազնիվ ու անարատ քրիստոնեության սկզբունքների փոխանցման սուրբ գործի մասը կկազմես։ Ցավոք, այսօր մարդիկ գլխիվեր շուռ են տվել քրիստոնեությունը և շատ հավատացյալներ իրենց դավանած սկզբունքներով գրեթե ոչնչով չեն տարբերվում աշխարհից։ Նրանք խաբում են մարդկանց, երբ դրա խիստ անհրաժեշտությունը կա, խարդախության են դիմում, երբ կարող են դրանով որոշակի ֆինանսական շահ ապահովել, սուտ տեղեկանքներ են ներկայացնում ու ստում իրենց ուզած երկրում ապրելու համար, ձգտում են այս աշխարհի չափանիշներով հաջողվելուն, հարստանալուն, փառքին և այլն։ Իսկ դու արդյոք որոշե՞լ ես, որ ոչ մի բանում փոխզիջման չգնաս չարի կողմից առաջարկվող անիրավ շահի, պիղծ հաճույքի կամ մարդկային փառքին արժանանալու գործարքների առումով։ Արդյոք որոշե՞լ ես լինել ազնիվ ամեն ինչում և ցանկացած իրավիճակում, ձգտել արդարության և քո սկզբունքներով արտացոլել քո Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի բնույթն ու էությունը։ Ես գիտեմ, որ ոչ ոք կատարյալ չէ, և թե՛ ես և թե՛ դու ունենում ենք սայթաքումներ ու սխալներ, սակայն ես խոսում եմ մեր ընդունած սկզբունքների մասին։ Արդյոք մենք ընդունե՞լ ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի սկզբունքները։ Արդյոք դավանում ենք Նրան մեր վարքագծի, որոշումների ու գործերի մեջ, թե պատկանում ենք մարդկանց այն խմբին, որոնց Տերը դիմեց հետևյալ խոսքերով. «Եվ ինչու եք ինձ "Տե՛ր, Տե՛ր" կանչում, բայց չեք անում այն, ինչ պատվիրում եմ» (Ղուկաս 6.41)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու որոշել ես մեր Փրկչին ոչ միայն Տեր ասել, այլև քո ողջ էությամբ ձգտելու ես ապրել Նրա ակնկալած կյանքով՝ մեղքերից ու անիրավությունից հեռանալով և արդարության գործերին հետևելով, ապա ուզում եմ հստակ իմանաս, որ քո ազնվությունը այնքա՜ն թանկ է Տեր Աստծու համար, որ Նա դրան արձագանքում է Իր խոստմամբ և օրհնություններով։ Այո՛, այն արդարությունը, որն ապրում ու գործում ես այսօր, գուցե քո այս երկրային կյանքում շատ զրկանքների պատճառ դառնա, սակայն դրանով դու ոչ միայն երկնքում ես գանձեր դիզելու, այլև այստեղ, այս երկրի վրա անգին ժառանգություն ես թողնելու քո զավակների ու թոռների, քո մտերիմների ու սիրելիների համար։ Քո շնորհիվ նրանց ապրած կյանքն Աստված բնութագրում է որպես երանության կյանք։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ քո ազնվությունն ու Աստծու կամքի համաձայն ուղիղ կյանքը ոչ միայն օրհնություն են քո շրջապատի մարդկանց համար, այլև փառավորում են Հորը, որ երկնքում է։ Այո՛, շարունակի՛ր ապրել ուղիղ ու ազնիվ կերպով։ Ձգտի՛ր արդարության կյանքի և մնա Տեր Աստծուն հավատարիմ՝ անկախ այն գնից, որը կպահանջվի վճարել նման կյանք ապրելու համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։